Ձեր աչքի առաջ է եղել ինչի եղել է ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում մենք դրանից հետո հավաքվեցինք քառյակով եւ խորհրդակցություն անցկացրեցինք, որի արդյունքում ունենք համատեղ հայտարարություն կատարվածի վերաբերյալ, որը ձեզ կներկայացնի Տիկին Զորաբյանը, այնուհետև սիրով կպատասխանենք ձեր հարցերին։ Մենակ մի խնդրանք երեխեք ջան, որտեղ ասելիք ունեմ, երբ որ հարց եք տալիս, ներկայացեք ով է եւ որտեղից է։ Շնորհակալություն, ես ներկայացնեմ քառյակի համատեղ հայտարարությունը։ Հայտարարություն ազգային ժողովի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց ազգային ժողով կանոնակարգ օրենքը, սահմանափակելով խմբակցությունների եւ անհատ պատգամավորների իրավունքները։ Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը, խորհրդարանին պարտադրեր վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր։ Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ներառված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության եւ քաղաքական ուժերի կողմից մերժված կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթը, որը փորձարվեց անցկացնել սահմանադրության, իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով։ Նման գործելավոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խալխլում է մեր պետականության հիմքերը։ Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կൂട്ടակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են։ Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելավոճը եւ հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար։ Բարգավաճ Հայաստան խմբակցություն, Ժառանգություն խմբակցություն, ՀԱԿ խմբակցություն եւ ՀՅԴ խմբակցություն։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ, ես խոստացել էի նաև ձեզ հիշեցնել, որ Տիկին Նայրա Զորաբյանը ավարտել է Թատերական ինստիտուտը, դրա համար այսպես շատ տպավորիչ էր ընթերցանությունը։ Եթե մեր գործընկերները երկու խոսք ուզում են ասել նախաբանի կարգով, որովհետև ես տեսնում եմ պարոն Զորաբյանի ձեռքին թուղթ կա, այնուհետև հարցերը։ Ես կարծում եմ, որ քառյակի ցանկ բոլոր անդամներն էլ կուզեն արտահայտվել այս կապակցությամբ։ Բնականաբար հայտարարությունը ընթերցվեց, սա մեր միասնական մոտեցումն է, ուղղակի մի երկու մեկնաբանություն կատարվածի վերաբերյալ։ Կൂട്ടակային այս օրինագիծը, կൂട്ടակային հիմնադրամների հետ կապված այս օրինագիծը իրականում մեծ հանրային հնչողություն ունեցող օրենք էր եւ բնական էր, որ պետք է լիներ լուրջ քննարկում եւ իդեպ ասեմ իշխանությունները կառավարությունը խոստացել էին, որ նման լայն հանրային քննարկում կլինի եւ իսկապես նման օրենք հնարավոր չէ առանց հանրության աջակցության, առանց լայն հանրային քննարկման անցկացնել, բայց արի ուտես, որ իշխանությունները հասկացան, որ լայն հանրային քննարկման արդյունքում միակ բանը, որ պետք է պարզվեր, այն էր, ինչի մասին Սերժ Սարգսյանն արդեն ասել էր, որ ժողովրդի 80%-ը դեմ է սրան, ես վստահաբար կարծում եմ, որ թիվը շատ ավելի մեծ է, այս օրենքը կուզեն քննարկեն, կուզեն չքննարկեն, քննարկումը միայն կբացահայտեր հանրության կողմից եւ ժողովրդի կողմից այս օրենքի օրինագծի մերժումը։ Ուստի ուղղակի որոշեցին այսպես առանց քննարկման, զորբայությամբ ու հենց ամռանը, որովհետև ամռանը գիտեն, որ բողոքների ակցիաները կազմակերպել ամենադժվար ժամանակաշրջանն է այդ առումով, եւ նաեւ մի շարք օրենքների քողացածկույթի տակ, այս արտահերթ նիստով բերեցին, այսպես շտամպովկայի ռեժիմի տակ դրեցին եւ անցկացրեցին, խախտեցին բնականաբար բազմաթիվ օրենքներ, դրա մասին ասվեց մեր հայտարարության մեջ, ցուցադրեցին ամենակարևորը։ Մենք այս ամենից պետք է եզրակացություն անենք, որ նրանք ցույց տվեցին, որ չեն հարգում ոչ ժողովրդին, ոչ հանրությանը,
ոչ օրենքը, ոչ էլ պարլամենտարիզմի սկզբունքները, այլ միայն այն պարտավորությունները, որ կասկածելի գործարքների ներքո ստանձնել են արտասահմանյան ֆինանսական հիմնադրամների առջև։ Եվ եթե այսպես են վարվում, ուրեմն ինչ ցանել են, այդ էլ կհանձեն։ Շնորհակալություն։ Ավելացնեմ հետևյալը, որ ազգային ժողովի նախագահի մոտ հանդիպման ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները երբ հանդիպեցինք, եղավ առաջարկություն իմ կողմից, որ այն օրենքները, այն նախագծերը, որոնք քննարկվել են հանձնաժողովներում եւ որոշակի իրավական ընթացակարգ են անցել, որոնց տեղյակ են պատգամավորները, հասարակության հատվածները, ովքեր հետաքրքրում են, նախապես դրանք քննարկենք, այնուհետև հանձնաժողովներում թող անցնեն մյուս նախագծերը, որովհետև իսկապես կենսական անհրաժեշտության օրենքներ են Հայաստանի համար, ցավոք սրտի մերժվեց առանց որևէ տրամաբանական բացատրությունների։ Մի բան հստակ է, որ քաղաքական մեծամասնությունը արդեն խոսում է բացարձակապես ուժի դիրքերից, խախտում են բոլոր օրենքները, կանոնակարգը, նաև ռետորիկան է բավականին ագրեսիվ դարձել, ինչը չուզենալով անդերձ երբեմն մենք համարժեք պատասխան ստիպված ենք տալ։ Նաև ավելացնեմ, որ օրինակ երկիր խմբակցությանը նախապես մենք փոխանցել էինք մեր այս հայտարարության նախագիծը, խմբակցությունը քննարկել է եւ իրենք համամիտ են միանում են այս հայտարարությանը եւ կարծում եմ առաջիկայում իրենք այդ մասին հայտարարությամբ կամ առանցին կհայտնեն։ Մենք միասնական ենք մեր պայքարում, ճշտել ենք մեր անելիքները եւ կարծում եմ, որ այն ինչ այսօր ստեղծվեց խորհրդարանում, այն ճգնաժամը որ կա, դա իսկապես խորհրդարանական ճգնաժամ է, բացարձակապես դա քաղաքական մեծամասնության պահվածքի պատճառով է առաջացել։ Շնորհակալ եմ։ Ընդհանրապես ցանկանում եմ ավելացնել, որ այս իրավիճակը, ճգնաժամային այս իրավիճակը առաջ է բերում խնդիրներ, որոնք անհրաժեշտություն են առաջացնում կանոնակարգել ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, օրինակ, որ առանց հստակ ընթացակարգերը պահպանելու նախագծեր չպիտի քննարկվեն եւ կարծում եմ մենք առաջիկայում կքննարկենք նաեւ օրենսդրորեն այս խնդիրը կարգավորելու հարցը, որպեսզի որևէ մեկը իրեն իրավունք չվերապահի ասելու, որ ինքն է որոշում եւ ինքը ահա այսպես է ցանկանում, այսինքն հստակ պիտի կանոնակարգվի, թե ինչ ընթացակարգեր իմպերատիվ կերպով պիտի պահպանվեն այս կամ այն նախագիծը խորհրդարանում քննարկելու համար եւ եթե ընթացակարգերը խախտվում են, խախտումների համար ինչ հստակ պատասխանատվության մեխանիզմներ պիտի ամրագրվեն։ Շնորհակալ։ Լավ, երկու բան էլ ես ասեմ, ակնհայտ է հարգելի լրագրողներ, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի լինելով շատ փխրուն սահմանային իրավիճակում անցնում է կացնային մեթոդների, զոռով առաջ տանելու մեթոդների, խախտելով բոլոր իրավական հիմքերը, օրենսդրությունը, կանոնակարգ օրենքի մասին հարցերը։ Ես խոսել եմ ազգային ժողովում կուտակայինի հետ կապված, եթե վստահեցնում եմ, այն ինչ որ արել է նոր կառավարությունը, իրականում փորձ է մի մասին լրացնել, բայց արդյունքը լինելու է հիասթափությունը, շատ ավելի մեծ հիասթափությունը, հատկապես երիտասարդ շրջանում, եւ այն, որ նրանք ասում են, որ մասնավոր հատվածը կամավորության սկզբունքով է եւ մինչեւ 17-ը կարող է հրաժարվել, ընդամենը 6 ամիս հետո, հունվարի 1-ից հետո դուք բոլորը տականատես կլինեք, որ համակարգում պարտադրված ներկա է ոչ թե 65,000 պետական ծառայողների թվաքանակ, այլ առնվազն 200,000 եւ այդ էլ հոդս կցնդի, բայց ինձ այդ բաները բնականաբար չի հետաքրքրում։ Մեզ համար հատկապես մտահոգող է այն, որ մեր երկիրը այսօր ունենալով եւ ներքին առումով եւ արտաքին առումով բարդագույն հիմնախնդիրներ, մարտահրավերներ, քաղաքական մեծամասնությունը այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը, փորձում են համագործակցության դաշտ ստեղծել եւ միասին դիմակայել լուծումներ գտնել այդ մարտահրավերներին, այլ գնում են այս ճանապարհով, այս մեթոդներով։ Սա ամենացավալին է, որովհետեւ ի վերջո ժամանակի պատմության առաջ պատասխանատու ենք լինելու բոլորս։ Նման կերպ հիասթափություն, հուսալքություն առաջացնել հանրության, հատկապես երիտասարդ շրջանում, նշանակում է անպատասխանատու վերաբերմունք պետության եւ
մեր հանրության ապագայի հանդեպ։ Ակնհայտ է այստեղ խախտումները եւ օրենքի այս կարգի վերելու, քննարկելու եւ նաեւ այսօր կանոնակարգը խախտելու ես ձեզ ուղղակի տեղեկացնեմ, որ գոնե մեր խմբակցությունում արդեն մտադրություն կա, մենք դա հիմա շատ արագ կողմնորոշենք եւ կառաջարկենք նաեւ քարյակին մեր խմբակցությունում պատկերացում կա, որ մենք իրավունք ունենք արդեն, դուք գիտեք, այսօր նրանք արտահերտ նորից նիստ են անելու եւ երրորդ ընթերցմամբ այս օրենքները ընդունելու են։ Ես կարծում եմ, որ մենք արդեն իրավունք ունենանք դիմելու սահմանադրական դատարան եւ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու առումով այսօր ընդունվելիք երրորդ ընթերցմամբ, որին ոչ մեկը չեք կասկածում, եւ նաեւ օրենքը բերելու, ընդհանրակարգերը խախտելու, արժային կանոնակարգը խախտելու հիմքերով, բայց սա մեր առաջիկա անելիքներն են, մենք կներկայացնենք քարյակին եւ կքննարկենք նաեւ այս հարցը։ Եվ չորրորդը հարգելի լրագրողներ։ Առավոտվա դեպքերից ընդամենը անցել է 2-3 ժամ, ես փորձեցի շատ թռուցիկ հետևել զանգվածային լրատվամիջոցների արձագանքին, ինչ տեղեկատվություն է փոխանցվել։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք։ Դուք եւս, որ աշխատում եք տարբեր լրատվամիջոցներում, հասկանալի սահմանափակումներով, վերաբերմունքով, անձնական դիրքորոշումներով, բայց ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ձեզանից շատերին եմ խնդրում, նայեք ձեր լրատվամիջոցներում, որտեղ դուք եք աշխատում, ինչպես է ներկայացվել այսօրվա ընթացքը։ Եվ եթե դուք դրանից գոհ կլինեք, ուրեմն իսկապես Հանրապետության Հայաստանի քաղաքացիներ եք եւ օբյեկտիվ լուսաբանման ձեր գործառույթը կատարում եք։ Հիմա խնդրում եմ հարցեր։ Հարցեր խնդրեմ Ազատություն ռադիոկայան։ Դուք արդեն նշեցիք սահմանադրական դատարան դիմելու հնարավոր տարբերակի մասին։ Արդյոք քարյակը չի պատրաստվում առաջիկայում իր նախաձեռնությամբ իր օրենքի նախագիծը ներկայացնել, որովհետև բազմիցս այդ մասին խոսվում է, բազմիցս նշվում է, որ դեմ եմ շարժմանը հետ միասին կմշակվի ինչ-որ մի բան, սակայն դեռ չկա այդ նախագիծը։ Դրանից առաջ ես մի բան ասեմ, տեսեք, մեր ամբողջ ազգային ժողովի դահլիճում ելույթների, քննարկումների, հարցոպատասխանի ընթացքում մենք պահել ենք առավելագույն կոնստրուկտիվություն։ Մենք փորձել ենք իսկապես ապացուցել, համոզել այս օրենքի բոլոր կողմերը։ Դրան զուգահեռ մենք, եթե հիշում եք, 3 խմբակցության կողմից, Դաշնակցության խմբակցության ելույթի ժամանակ պարոն Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մանրամասն հայեցակարգ մեր պատկերացրած կൂട്ടակային համակարգի վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, քարյակի մեր ընկերները որոշ չափով մասնակցել են եւ բնականաբար մենք նաեւ փոխանցել ենք մեր գործընկերներին եւ առաջիկայում ավելի հանգամանորեն վերջնական տեսքի միասնական ուժերով կփորձենք կարգի բերել եւ բնականաբար եթե գտանք միասնական համատեղ նպատակահարմար կանենք նաեւ օրենսդրական նախաձեռնություն։ Այստեղ ուղղակի մի բայց կա, որից բոլորը տեղյակ եք։ Օրենսդրական նախաձեռնություն կարելի է անել, կարելի է համոզել, կարելի է ապահովել, որ հասարակության ակտիվ մասը ասի, որ ես կողմ եմ այդ նախագծին, բայց մենք կգանք ազգային ժողով շարունակությունը ինչպես տեքստում։ Համեցեք։ Գալա։ Կամերաների արանքույ դնես, փայլակը փայլատակում այնտեղից։ Գիտեք, երբ որ նման խախտումներ ես անում, պետք է հասկանաս դրա հետևանքները։ Ի վերջո, պարզ բացատրեմ, մենք այսօր ինչու այնտեղից դուրս եկանք, որովհետև նրանք արդեն անցան ակնհայտ լկտիության, ակնհայտ
արհամարանքի, օրենքների, իրենց կողմից հենց ընդունված արժե կանոնակարգի խախտումների։ Այսինքն 20 րոպեի ընդմիջում ես պահանջում, դա հստակ իրավունք է, մերժում են, իրանց չլսողի, չտեսնողի տեղ են դնում։ Եվ ակնհայտ էր, որ դա բոլորի համաձայնեցված այդպիսի պահվածքներ, այսինքն խնդիր էր դրված, ինչ ուզում լինի օրենքի խախտումով, միայն թե պետք է արագ անցկացնենք այդ քվեարկությունները եւ օրենքը անցկացնենք։ Հիմա օրինակ մենք կներեք ինչ ենք անվավեր համարում կൂട്ടակայինի այդ քվեարկությունը, որովհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո անմիջապես նախագահողը պարտավոր է քվեարկության դնել նախագիծը, անցկացնել քվեարկություն։ Բայց ինչ արեց նախագահողը։ Նախագահողը ուղիղ 20 րոպե հրավիրում էր падգամավորներին նիստի։ Այսինքն նախագահողի պահվածքը վկայում էր, որ քվորում գոյություն չունի, եւ ինքը խախտելով արժե կանոնակարգը փորձում էր այդ քվորումը ապահովել։ Հետո ինչ որ պահից երևի արդեն կամ ինչ որ մարդիկ եկել էին, կամ արդեն տեսան, որ շատ ձգձգել չեն կարող, նրանք հայտարարեցին քվեարկություն եւ հայտարարեցին 67 ձայն։ Մենք պահանջեցինք պատկերը չտվեցին։ Այս ամեն ինչից ինչ կարող ենք եզրակացնել, կարող ենք եզրակացնել, որ քվեարկությունը տեղի է ունեցել կոպտագույն խախտումներով։ Ուստի եւ համարում ենք անվավեր։ Իրենց այս լկտի գործողությունները հենց բումերանգի էֆեկտով խփելու են իրենց։ Երբ որ ես ասում եմ կցանել են, ինչ ցանել են, այն էլ կհանձեն, դա ընդհանրապես նշանակում է, որ սրա հետևանքները իրենք շատ արագ կտեսնեն։ Չի կարելի անարգել օրենքները, ժողովրդին, ժողովրդավարության սկզբունքները եւ հետո մտածել, որ ամեն ինչ սահուն է անցնելու։ Սա մենակ նշանակում է, որ մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան եթե իրենք գնային համագործակցության, հանրային քննարկման սկզբունքներով, ինչ որ եզրեր գտնելու սկզբունքով։ Եթե իրենք իրենց պահվածքով ցույց են տալիս, որ եզրեր պատրաստ չեն գտնելու, հենց դա նշանակում է, որ ինչ են իրենք ստանալու սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Միայն ավելացնեմ, որ աստվածաշնչյան ինչ ցանես այն կհնձես արտահայտությունը, պարտադիր չի, որ անպայման ինչ-որ բանը ցանես, այդ նույնն էլ հնձես։ Այսպես շարունակելու դեպքում կարծում եմ իրենք ցանում են հանրապետական գործելավոճ եւ հնձելու են ոչինչ, կարող է նաեւ ոչինչ չհնձել։ Ոչ թե պաշտպանում է օրինաց երկրը, ոչ միայն պաշտպանում, այլ միանում է մեր հայտարարության եւ կարծում եմ իրենք առանցին այդ մասին կայտնեն։ Ինչ վերաբերում է նախաձեռնությանը կൂട്ടակայինի, այդ մասին մենք քննարկումներ կանանք, քիչ առաջ ասվեց, մենք դեմ եմ շարժումը վերջերս բավականին ներկայացական կազմով մենք հանդիպեցինք, քառակով հանդիպեցինք, որոշակի սկզբունքներ ճշտեցինք եւ ասացինք, որ սա չի կարող ունենալ հեղինակային իրավունք, որովհետեւ բոլորիս մոտ կա մոտեցումներ, բոլորիս մոտ մոտեցումները գրեթե նույնն են եւ ինչ որ մի պահի կարող ենք որ միասին այդ նախագիծը ներկայացնել։ Առայժմ վերջնական խոսք ասել, կարծում եմ ճիշտ չէ, բայց որ տեղյակ եմ եւ օրինաց երկիրը ունի, որը գրեթե նույն սկզբունքների շուրջ է ձևակերպած, դաշնակցությունը ներկայացրեց եւ վաղուց է ներկայացրել նման նախագիծ, Վարգավաճը, ՀԱԿ-ը, մենք մի խոսքով սա քննարկենք, բայց տեսնում եմ այն արդյունությունը, որտեղ կարող են մեկտեղվել բոլորիս մոտեցումներ եւ մեկ միասնական նախագիծ դառնալ։ Շնորհակալություն։